եկեք սենց նայենք, եթե մտնում ես մի դիրքորոշում ես արտահայտում, պետք է հասկանաս ամբողջ պատասխանատվությունը։ Չնայած դիրքորոշումը ավելի շատ մարդկանց ճիշտ ուղու դնելու դիրքորոշում էր, բայց բոլոր զարգացումները, ինչպես մենք ասել ենք, մենք պատրաստ ենք բոլոր զարգացումներին։ Ուզում եմ էլի ասեմ, որովե քաղաքական աջենդա չի մերը, քաղաքական ուղի չի մերը, այս պահին մենք ինչ ունենք, դա մեր եկեղեցուն, թող հանգիստ թողեն իրանք, թող զբաղվեն, եկեք տարանջատում դնենք, պետական կառավարիչները զբաղվեն պետության էֆեկտիվ կառավարմամբ, իսկ եկեղեցական գործիչները զբաղվեն իրենց հոտի հոգևոր կարիքներով։ Պարոն կապիտան, ասում եք քաղաքական աջենդա չի, բայց Փաշինյանի համար ոչ միայն քաղաքական աջենդա է, այլև աշխարհաքաղաքական հիբրիդային անվտանգությունից է խոսում, Արմեն Աբազյանին են փաստացի աշխատանքից ազատում, թեև ասում է պատճառը ամենևին Սամվել Կարապետյանի գործը չէ, եւ այլն եւ այլն։ Այս դիրքորոշումների տարբերությունը կա, իշխանությունները բոլոր սատելիտներով անցել են այսպես ձեզ մրոտելու գործին։ Կարող են անցնել մրոտելու գործին մարդկանց, ուղղակի պետք է հիմք լինի դրա համար։ Ինչը պետք է մրոտեն, օրինակ ես ուզում եմ հասկանամ ինչից են խոսում, մի հատ կարակ ասեք ինչից են խոսում։ Դե ասում են, որ հիբրիդային անվտանգության հարցեր են լուծում։ Ինչ է նշանակում հիբրիդային անվտանգության հարցը։ Գուցե ակնարկում են Ռուսաստանի միջամտությունը եւ այլն, որովհետեւ պարբերաբար այդ թեմաներով անդրադարձեր են լինում։ Հայ ժողովրդի մեծամասնությունը ապրում է Հայաստանից դուրս։ Այսինքն Հայաստանում ապրում է 3 միլիոն մարդ, Հայաստանից դուրս ապրում է 4 միլիոն հայ։ Հայաստանից դուրս ապրող հայերը եւս հայերեն ու երբեմն շատ ավելի մոտիվացված ու իրենք էլ ունեն կարծիք իրենց հայրենիքի մասին։ Ասում է այո չեն կարող գալ դեսից ինչ-որ մարդիկ ու ինչ-որ սպառնալիքներ հնչեցնել Հայաստանի Հանրապետության հասցեին։ Իհարկե սպառնալիքներ պետքա չհնչեցնեն։ Պարոն Կարապետյան, արդեն տուգանել են հեծին 10 միլիոնով տաշիրից ցանցն են փակել, սրա մասով ինչ կասեք, տաշ որոշ կետ է տաշիր։ Ոչ մի բան, նորմալ է։ Պարոն Կարապետյան, ինչ փոխվեց այս իշխանության մոտ, որովհետև դուք նաև այս իշխանության օրոք եք բարեգործական ծրագրեր իրականացրել Հայաստանում, ինչը փոխվեց։ Իշխանության օրոք չենք իրականացրել, այլ իրականացրել ենք մեր երկրում։ Այսինքն չկա իշխանության համար չենք արել, դա արել ենք մեր երկրի համար օգտակար լինելով մեր հայրենակիցներին ու դրա դիմաց չպահանջելով ոչ մի բան։ Այսինքն լսում եմ։ Կարապետյանները, մասնավորապես Սամվել Կարապետյանը, իշխանության հավաքնելու, իշխանությանը հավաքություն ունի, օրինակ դիտարկում է այնպիսի իրավիճակ, որ հաջորդ ընտրություններին կարող է առաջադրվել ու երևի ճիշտ հասցեատեր չեք գտել, ես կարող եմ տնտեսական գործունեությունը, որ մենք տանում ենք դրա մասին պատմել, բայց ճիշտ հասցեատեր չեք գտել այդ հարցը տալու։ Փաշինյանը վախեր ունի դրա հետ կապված եւ փորձում է օրինակ չփոխանցնել այդ ուժերին։ Ինչպիսի մտավախություն օրինակ կամ այդպիսի անձնակ ստանում եք, որ Նիկոլ Փաշինյանն օրինակ հնարավոր է այդպիսի մտավախություն ունի։ Ըստ ամերիկյան վերջի հարցումների, ինչքան ես գիտեմ, հայ առաքելական Սուրբ եկեղեցին հայերի մեջ համարվում է ամենաբարձր ռեպուտացիա ունեցող ինստիտուտը մեր երկրի։ Իսկ դա նշանակում է, որ մեր բնակչության մեծամասնությունը աջակցում է իր եկեղեցուն եւ տեսնում է իր հոգու կարիքների հոգալու տեղը իր եկեղեցում։ Այո, կլինեն մարդիկ, ովքեր ինչ-որ խնդիրներ են տեսնում, կլինեն սպասավորներ, ովքեր խնդրահարույց են, բայց նույնը կա բժիշկների մեջ, ոստիկանության մեջ, անգամ մեր կառավարության մեջ կարող է հազվադեպ, բայց կարող է լինեն մարդիկ, ովքեր արժանի չեն իրանց դիրքին։ Դուք ասում եք միայն եկեղեցին պաշտպանելու համար, եթե տեսնում եք այդպիսի վտանգ, օրինակ չեմ կարող ասել, ինչքան ես հասկանում եմ, շատ տարօրինակ է, որ այսպիսի մեծ եկեղեցական տրադիցիա ունեցող երկրի ղեկավար կարող է այսպիսի բացասական վերաբերմունք ունենալ իր երկրի հիմնական ինստիտուտներից մեկին։ Շնորհակալություն։ Ռուսաստանից արձագանքներ կան, օրինակ Զախարովան, կներեք, շնորհակալ եմ, մյուսը հետո
կշարունակենք մի բան էլ ես ասեմ, պարոն Կարապետյան, ձեր կարծիքով միայն վերջին հայտարարությունն էր ձեր հորեղբոր պատճառը, որ այսպես արշավ սկսվեց ձեր դեմ, թե նախապատմություն այլ հիմքեր ունեն, որովհետև մենք հիշում ենք, որ վատ չեն ձեր հարաբերությունները, հա, Նիկոլ Փաշինյանի հետ։ Նա ձեզ էր գովում, այսինքն բարերար գործարարներին Սամվել Կարապետյանին, Ռուբեն Վարդանյանին Արցախում դեռևս չանձնված իր կողմից։ Հետո 21 թվականին Սամվել Կարապետյանը ջերմընդունելության արժանացավ Նիկոլ Փաշինյանի մոտ, եւ այս ընթացքում ձեր կողմից, ձեր ընտանիքի կողմից այդպես ընդդիմացող ինչ որ բաների չենք տեսել։ Մենք մի տեսլական ունենք, մեր տեսլականը կայանում է սրանում։ Եթե մեր ժողովուրդը ընտրում է ղեկավար, մենք կաշխատենք այդ ղեկավարի հետ եւ կփորձենք մեր երկրին ինչ որ դրական էֆեկտ տալ։ Միշտ աշխատել ենք այդպես ու երբեք խնդիր չի եղել։ Բայց դուք տեսնում եք, չէ՞, ղեկավարը ինչ քայլեր էր անում, օրինակ հանձնեց Արցախը, չգիտեմ, բազմաթիվ այլ հայտարարություններ արեց, Հայաստանի սուվերեն տարածքից որոշ տարածքների նրա օրոք զիջվեցին թշնամուն ու այսպես շարունակ։ Ինձ թվում է բոլորն են տեսնում ու դրա հայելին պետք է լինի ժողովրդի կարծիքը, մարդկանց կարծիքը։ Եթե մեր հայրենակիցները կողմ են, եթե կողմ չեն, ուրեմն կողմ չեն։ Մենք կողմ եք այդ ժամանակ, օրինակ 21 թվականին, 20 թվականին, բայց չեք արտահայտել ձեր դեմ լինելը։ Հիշում Սամվել Կարապետյանն էլ, իմ հայրն էլ, Կարեն Կարապետյանն էլ կոչ են արել վարչապետին հրաժարական տալ։